Ունենք հրաշալի տոնական ծառայություն ու այսօր այն օրն է, որ Հիսուսը հաղթական մտավ Երուսաղեմ։ Ինքը հաղթական մտավ, հաղթական ավարտեց։ Շատերը նայում են խաչին, իրանք պատկերացնում են պարտություն։ Խաչը դա հաղթանակը։ Ամեն։ Այսօր մեր թանկ եղբայրները Դավիթ եղբայրն ու Արթուր եղբայրը կծառայեն։ Ով է սկսում։ Դավիթ ջան համեցի։ Պտղաբեր ծառայող, Աստծո մարդ, թարմ նոր ձեռնադրված, հեսա տեսեք ինչ է անում։ Ամեն Աստված օրհնի։ Սիրելի եկեղեցի, ես շատ անգամ այստեղից ընծայի խոսք եմ խոսացել, պատգամ եմ տվել, բայց այսօր առաջի անգամ կփորձեմ Աստծո խոսքը ավետարանել։ Ես ինչքան որ ինձ հիշում եմ, ես ճարտար լեզու չեմ ունեցել, ինձ խորի մաստ մտքեր չեմ ունեցել։ Հանգիստ իմ համար, բայց գիտենք, չէ, Աստված ինչեր կարող անի։ Աստված օրհնի ձեզ։ Շատ եմ գրել, ես մի քանի ամսվա մեջ այնքան եմ գրել եւ դպրոցում այդքան գրած չկայի։ Գիտեք, ինչքան շատ ես գրում, այնքան հրաշալի է Աստված խոսքի իր մատուցում քեզ իր հայտնություններով։ Եթե դու այսօր քո գործի մեջ, քո ավետարանչության մեջ, քո ծառայության մեջ չունես քո տետրակը, բլոկնոտը, գրիչը, գրքի հետ միասին, ուրեմն դու մտածելու բան ունես։ Գիտես ինչ պետք է մտածես, որ ստեղից դուրս գալուց հասնես մոտակա գրախանութը, մի երկու հատ տետր գրիչ առնես։ Ամեն, միգուցե, ես հավատեմ, որ տես կլինի, որ մի օր Աստված ասի սիրելի Վարո, սիրելի Միլեն, սիրելի Արտուր, Արսեն, ձեր անունը դրեք իր առաջ։ Եվ այս զավակը գնաց իր հոր Դավթի ճանապարհով։ Ամեն։ Օրհնված լինեք, հրաշալի օր է, հովիվը արդեն ուզում էր քարոզեր, բայց հազիվ սենց պահեց իրան։ Ամեն։ Այս հրաշալի հաղթանակը բոլոր ավետարանիչներն էլ գրել են ժողովուրդը, բայց ես կուզեմ կարդամ Մարկոսի ավետարանից։ Մարկոսի ավետարան 11-րդ գլուխ առաջին խոսքից։ Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագիեին ու Բեթանիային, Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսը իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ նրանց ասաց. գնացեք դիմացի գյուղը եւ հենց այնտեղ մտնեք մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել։ Կներեք այս խտողերը, որ կարդում եք, գիտես ինչ եմ մտածում էի, հովիվ որ մեզ ասի Դավիթ ջանի չի առաջի մաս, մի հատ ռենջ կա կայնած, մի 15 թվի շատ թազա չէ, բայց մեջը դեռ մարդ չի նստի այդքան թազա է, ու բերեք, բայց ես հեսա կկարդանք, ես վստահ եմ, այն ճանապարհը, որ մեր հովիվն անցե, միջև ինքը անցած չլինի, հաստատ մեզ այդ տվյալ տեղը չի ուղարկելու։ Ամեն։ Շարունակենք։ Ու եթե որևէ մեկը ձեզ ասի, ինչու եք դա անում, ասեք, որ այն պետք է Տիրոջը։ Եվ նա իսկույն այստեղ կուղարկի։ Նրանք գնացին ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված եւ արձակեցին այն։ Այնտեղ կանգնածներից ոմանք դրան ասացին. այդ ինչ եք անում, ինչու եք այդ ավանակը արձակում, իսկ նրանք պատասխանեցին. ինչպես Հիսուսն էր կարգադրել եւ թույլ տվեցին նրանց։ Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին եւ նա նստեց ավանակի վրա։ Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերի ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում, եւ Հիսուսի առջևից հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. Օսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, օրհնյալ է մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է, Օսաննա բարձրալին։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, տեսեք, առաջի հայացքից ինչպես որ Հիսուսի ծնունդն էր,
Իրանք գիտեին, որ Մեսիան գալու է Բեթլեհեմում, չէ՞ պետքա ծնվի։ Բայց իրանք Նազարեթից այնքան չանցան։ Այդպես էլ այս հատվածն է։ Տեր Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Զատկի ժամանակ Զաքարիա 9-րդ գլուխ 9-10 հատվածներում ներկայացված մարգարեությունը անմիջական իրականացնումներ այն մարգարեության, որ Զաքարիան գրել էր, որ Մեսիան գալու է ավանակի վրա նստած։ Այլի թագավորը ձեր փրկիչը, որովհետև խոսքում ասում է. մեծապես ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակիր ով Երուսաղեմի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկաբեր է, հեզ եւ էշի վրա հեծած, այսինքն էշի քուրակի ավանակի վրա նստած։ Ուրեմն տեսեք, ավանդույթն թագավորները ովքեր ցանկանում էին ընդգծել իրենց խաղաղամտությունը, ավանակի վրա էին նստում, երբ մտնում էին քաղաք, իսկ պատերազմի ժամանակ գնում են ձիով եւ ձիակառքերով։ Այսպիսով Հիսուսը ավանակով մուտքը Երուսաղեմ գծում էր նրա խաղաղության եւ խոնարհության ուղերձը։ Ես ուզեմ կանգնել մի հատ ինչ աննշան տեղ, առաջի հայացքից ինքը աննշան է ժողովուրդ։ Տեր Հիսուսը իր աշակերտներին ասաց. գնացեք դիմացի գյուղը եւ երկու ավանակա կբերեք։ Ուզում եմ հասկանայի այդ գյուղի մասին, դե այսօր փառք Աստծուն մեր սմարթֆոնների համար, մեր հեռախոսի պրպտելու համար շատ լավ տեղեր կա, որ ուզենաք ինքը ընտիրա։ Վերջին գյուղը անունով կոչվում էր այժմյան անունն է իր Էլ Ազարի, այդ տվյալ գյուղը, որ ավանակները բերել են, որը գտնվում էր Ձիթենյանց լեռան արևելյան լանջին։ Ասես որ շատ ուսումնասիրում ես Աստծո խոսքը, նայեցի, Տեր Հիսուսը շատ հաճախ էր լինում Ձիթենյանց լեռան վրա, շատ հաճախ, աղոթելու, բարձրանալու, շատ տեղեր կա։ Եվ գյուղը առաջի հայացքից, որ կարդում ես, թվում է թե անծանոթ ինչ-որ մի վայր էր, բայց ինքը Տիրոջը շատ ծանոթ տեղ էր, շատ ծանոթ տեղանք էր, որովհետև այդ լեռը բարձրանալուց Ձիթենյանց հնարավոր չէ, որ գյուղի միջով կամ կողքով չանցնեիր։ Ես հասկացա այսենց, այդ գյուղը ճանաչում էր Տիրոջը, իրանք պատահական ընտրված մեկը չէին։ Էլ Ազարի նշանակում է Աստծո օգնությունը, թարգմանաբար։ Գիտես ես ինչ հասկացա ստեղից։ Հասկացա, որ այդ յուղի ժողովուրդը, այդ յուղացիք այսպես ասեցին. Տեր, երբ որ մեր կարիք ունենաս, մենք կանգնած ենք քեզ համար։ Երբ որ մեր կարիք ունենաս, մենք պատրաստ ենք քեզ օգնելու։ Սիրելի եկեղեցի, այսօր Տերը ունի իր արքայությունը կառուցելու երկրի վրա ու ունի մեր կարիքը, մեր եկեղեցու կարիքը։ Ամեն Խոսքն ասում է, որ Հիսուսը նստեց ավանակի վրա, ես մի քիչ հակադարձել չէ, ուզում եմ, որ գյուղի հետ ով շատ կապ ունի, կիմանա։ Ճիշտ է, ամեն, ավանակը խոնարհության աստիճան է։ Բայց անգամ այն ավանակի վրա որ հեծնել են, եթե դու իրա տերը չես, դու իրան չես կարա մոտիկանաս։ Ուր մնաց թե ավանակ, որ ընդհանրապես ոչ ոք չէր հեծել իրա վրա։ Ժողովուրդ շատ մեծ դժվար բան է։ Ավանակի վրա եւ ասում է, որ ոչ ոք չէր նստել նրա վրա։ Հիսուսն առաջին մարդն էր։ Ամեն։ Ինքը նույն վայրի էշն է։ Ոչ մի տարբերություն, հա։ Ինքը ընդունակակցելու շատ վատ, խփելու եւ այլն, եւ հակառակորդին ոտի տակ տալու։ Բայց Սաղմոս 8:6-ում ինչ ասում. Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա, ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ, բոլոր ոչխարներն ու եզները, նաեւ վայրի գազանները ազանտրեցիր ասմա նրա առաջին։ Ամեն։
Այո, նույն նրա հրաշալի մեծություն արարչագործական ազդում էր, հնազանդեցնում էր ամեն մի արարածի։ Կուզեմ մեկ էլ մի պահ անդրադառնամ հանդերձների պահովա, որ ասում է իրանք իրանց հանդերձները գցում էին ոտքերի տակ, Գորան կավանակի վրա։ Հանդերձները ես Մարկոս ավետարանը որ կարդում ես, հենց անմիջապես իրա վերևում բերեք կարդանք Մարկոս 10:46-ից շատ քաջածանոթ համար բոլորիս Եկան Երիքով, երբ Հիսուսն իր աշակերտին ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդի կույր Բարտողեմեոսը ճանապարհին նստած մուրում էր։ Երբ լսեց, որ Հիսուսն ազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի, Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Շատերը նրան սաստում էին, որ լուր մնար, բայց նա էլ ավելի էր աղաղակում. «Որդի, Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Ես մի քիչ նմանություն եմ տեսնում այն, որ մտնում է Երուսաղեմ, որ ասում է վարդապետ սաստիր քո աշակերտներին։ Ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե նրանք լռեն, անգամ քարերը կաղաղակեն։ Բարտողիմեոսին երբ որ ուզում էին լռեցնելու, ինքը ավելի ուժեղ էր աղաղակում. Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն, կույրին կանչեցին ու ասացին նրան. քաջալերվիր վեր կաց, քեզ է կանչում։ Նա վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ եւ Հիսուսի մոտ գնաց։ Հիսուսը նրան հարցրեց. ինչ ես ուզում որ քեզ համար անեմ։ Կույրը պատասխանեց նրան. Ռաբունի, ուզում եմ տեսնել։ Հիսուսը նրան ասաց. գնա, քո հավատքը քեզ փրկեց։ Եվ նա տեսողություն իսկույն վերականգնվեց ու հետևեց Հիսուսին։ Ու անմիջապես խոսքը գնում է, ասում է, եւ նրանք մոտեցան Երուսաղեմին։ Մենք գիտենք, որ կույրերը այդ ժամանակ ունեին հատուկ հանդերձներ։ Ու անպայման ճանապարհի եզր ունեին, որ նոր ճանաչեն։ Կառապանա ձիավորն անցնում է, որ տենան էս մարդը կույրա ոտնակող չանեն, հա չսպանեն։ Ինչ արեց Բարտողիմեոսը։ Առաջի կանգնելու ժամանակ իր հանդերձները գցեց իր վրայից։ Եվ Հիսուսի հետ մտավ Երուսաղեմ։ Բարտողիմեոսը առաջին մարդն էր, որ իր հանդերձները հանեց իր վրայից։ Եվ ասում է աշակերտները հանդերձները փռեցին ավանակի վրա եւ ոտքերի տակ։ Ժողովրդի մի մասից էլ մարդիկ կային, որ հանդերձները հանում են, մի մասն էլ արմավենի ճյուղերն էին ասում փռում։ Արմավենի ճյուղերը շատ լավ է, փառք Աստծո։ Բայց արմավենի ճյուղերը գալիս է հին հրեական ավանդույթներից, թե ինչպես էին թագավորներին դիմավորում քաղաքների մեջ։ Ամեն։ Բայց Հիսուսը, երբ որ խաղաղությամբ եկավ, ինքը նոր բան բերեց։ Ոնց որ խոսքն ասում է, ես եմ իմ խաղաղությունը տալիս եմ ձեզ, որը որ աշխարհը չի տա։ Այսինքն նոր բան էր արվում։ Այն հանդերձները, որ քո վրա է, ուզում եմ այսօր թոթոփես, ընդառաջ գնալու թագավորին, դիմավորելու միակին, գցիր քո վրայից եւ հագի Քրիստոսին, ինչպես որ առաքյալն ասում։ Ամեն։ Կողոսացիների 3-ին այսպիսի մի խոսքը հանեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ եւ նորը հագեք, որ գիտությամբ է նորոգված արարչի պատկերի։ Սիրելիս, Հիսուսի մուտքը Երուսաղեմ եւ հոգեվոր Երուսաղեմը շարունակվում է կառուցվել, ինչպես մեր հովն ասեց, այժմ էլ։ Մենք այդ եկեղեցու մի մասնիկն ենք։ Հիսուսը այսօր էլ գալիս է յուրաքանչյուրիս մոտ, թակում է մեր սրտի դուռը։ Երբ որ նա մտավ քաղաք, առաջինը ասում է գնաց տաճար։ Այսօր մենք ենք տաճարը, ինչպես առաքյալն է ասում, կամ չգիտեք, որ ձեր մարմինը տաճարն է Սուրբ Հոգու, կենթանի Աստծո տաճարն եք դուք։ Ամեն։ Ուզեմ կիսվեմ նաև Հովհաննես 12:17 խոսքից։ Եվ ժողովուրդը նրա հետ էր, երբ Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց։
ու նրան մեռելներից հարություն տվեց։ Պատմում էր այն, ինչ տեսել էր, եւ դրա համար էլ ժողովուրդը նրան ընթառաջ եղավ, քանի որ լսել էր նրա գործած այդ նշանի կամ հրաշքի մասին։ Չնայած որան, որ հերանից շատերը տեսնելով հետևեցին Հիսուսին, հետևեցին ժողովուրդ։ Հրաշալի կլինի, որ շատ հետևորդներից նաև հավատային, գնային են ճանապարհով, որ ինքը գնաց։ Բայց շատերն էլ տեսնելով ասացին խաչեք դրան։ Եկեք մենք ընդունենք նրան իրական միակզոր թագավորների թագավորին, այն միակ թագավորին, որը կյանքը չխնայեց մեզ համար։ Գնաց միջև խաչի մահ եւ իր սուրբ արյունով գնեց, վճարեց մեզ համար։ Եվ կուզեմ վերջում ձեզ համար մի հրաշալի համար կարդամ Ծննդոց գլխից։ Առաջի հայացքից ոնց որ կապ չուներ, բայց մի անգամ հովիվ ասեց, եթե ուզում ես ամբողջ Աստվածաշունչը Ծննդոց գլխում հենց ինքը կա, ուզենաս կհասկանաս փառք Տիրոջը, որ մեզի բացում է։ Որովհետև Տերն ասում է քննեցեք բոլոր գրքերը եւ մարգարեությունը, Սաղմոսները, բոլորն էլ իմ մասին են։ Ծննդոց 49:11 Նա իր ավանակին որդից կկապի եւ ազնիվ որդից իր էկեշի քուրակին, իր պատմուճանը կլվագինով եւ իր հանդերձը խաղողի այրամբ։ Ամեն։ Փառքերը մեր հրաշալի Տիրոջ ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը հաղթական այո մտավ Երուսաղեմ։ Բայց առաջի հաղթանակը իր սկիզբներ իր տանջանքների, իր տառապանքի, իր անարգանքի, իր ծեծվելու, իր խաչվելու եւ մահով մեռնելու խաչի մահով հրաշալի հարության հաղթանակով։ Այո, Տեր Հիսուս հաղթանակով մտավ Երուսաղեմ եւ կատարյալ դարձրեց իր հարությունով հաղթանակը։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։ Եվ հիմա կուզեմ մի հատ հրաշալի աղբոր կանչեմ, խոնարհության տիպար։ Այո, չկա իր նման մեկը ուրիշը։ Աստված օրհնի աղբերս։ Շնորհակալ եմ Դավիթ աղբերս։ Հրաշալի խոսքեր, չէ, ժողովուրդ։ Խորը հայտնություններով ու շատ խորը մտածելու տեղիք տվող խոսքեր, որ կարելի է մտածել ու ավելի խորը հայտնություններ վերցնել Դավիթ աղբոր խոսքից, հրաշալի մարդ։ Եկեք օրհնենք իրան, իր խոսքի, իր ծառայության համար, եկեք ծափարենք Դավիթ աղբորը։ Փառք մեր Տիրոջը։ Այսօր հրաշալի օր է, չէ՞։ Զորավոր հաղթական օր է։ Եկեք մի հատ փառք տանք Տիրոջը, արժանի կերպով մի հատ փառաբանենք Տիրոջը այն հաղթական մուտքի համար, որ այդ հաղթության մտավ Երուսաղեմ, այն թագավորական մուտքի համար։ Եվ իրականում ժողովուրդը, որը գիտեր Տիրոջ գալստյան մասին, գիտեր, որ նա մուտք է գործելու Երուսաղեմ, պատրաստություն էր տեսել այդ մուտքի համար։ Եվ ինչ կերպով էր պատրաստվել, արդեն խոսվեց դրա մասին արմավենու ճյուղերով, չէ, հագուստներով։ Եվ այդ ամենը խորհուրդներ են, սիրելի ժողովուրդ, այդ ամենը ասելիք ունի մեզ, թե ինչի հենց այդ կերպով։ Օրինակ արմավենու ճյուղերը դրանք հաղթանակի, խաղաղության, ես ուսումնասիրել եմ ինչ խորհուրդ ունի իր մեջ, հաղթանակի, խաղաղության, նոր ծնունդի, հավիտենական կյանքի մասին են խոսում։ Եվ դրանք պատահական չէին, որ հենց այդ ճյուղերով Տեր Հիսուսին ողջունում էր ժողովուրդը եւ գոռում էր Օվսաննա, եւ Օվսաննա նշանակում է հաղթանակ։ Հաղթանակի մասին գոչող արտահայտությունը Օվսաննան հետագայում դա դարձել է փառաբանություն արտահայտող իմաստ, ունի արտահայտող իմաստ, փառաբանություն, եւ ժողովուրդը տեսնում էր Հիսուսի մեջ թագավորին։ Այսինքն ուներ այդ հայտնությունը, որ Հիսուսը թագավորն է, Իսրայելի թագավորն է։ Ճիշտ է, հետագայում մենք չտեսանք, որ ընդունվեց որպես թագավոր, բայց այդ ժամանակ կար այդ հայտնությունը ժողովրդի մեջ եւ կար Աստծո խոսքի կատարվել է այդ շրջանում, որ թագավորը մուտք է գործել Երուսաղեմ։ Եվ կատարվում էր Աստծո խոսքը, այն մարգարեությունները, որոնց մասին խոսվեց նաև,
Զաքարիա մարգարեության մեջ Սաղմոսներում, որ գրված էր այդ մուտքի մասին, եւ այդ ժամանակն էր եկել, որպիսի կատարվեր։ Եվ իրականում կատարվեց այն հաղթական մուտքը, որ գործեց Հիսուսը, այն ընդունելությունը, որ ունեցավ Երուսաղեմում, դա փառավոր էր։ Շատ ժողովուրդ, մեծաթիվ, մեծականակ ժողովուրդ հավաքվել էին եւ ողջունում էին Իսրայելի թագավորին։ Եվ գոչում էին օրհնյալը նա, որ Տիրոջ անունով է եկել։ Այսինքն տեսել էին Հիսուսի մեջ նրան, ով ոչ թե իր անունն էր հռչակում, ոչ թե իր անունն էր ցույց տալիս, ոչ թե ինքն իրեն էր ներկայացնում, այլ Տիրոջ անունն էր գովում, Տիրոջ անունն էր ներկայացնում։ Նա ինքն իրեն չէր ներկայացնում որպես թագավոր, այլ նրան տեսնում էին որպես թագավոր, նա ինքը հենց թագավորն էր։ Այնպես էլ մենք Քրիստոսում մենք ինքներս չունենք կարիք, որպիսի մենք ներկայացնենք, որպիսի մենք հայտարարենք, թե ով ենք մենք։ Մարդիկ տեսնում են, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ, նրանք տեսնում են, թե ով ենք մենք, ինչ պարգև ենք մենք։ Եվ այդ պարգևը ինքնին գործում է, ինքնին ասում է, թե ինչպիսին է։ Այնպես էլ Քրիստոսը ինքը կարիք չուներ, որպիսի մարդիկ իրեն ցույց տային, ներկայացնեին որպես թագավոր, որ ինքը լիներ թագավոր։ Ինքը արդեն թագավորն էր։ Թագավորը եկել էր ու կարիք չուներ, որպիսի նրան ներկայացնեին։ Նա ինքը թագավորն էր։ Եվ ոչ միայն Իսրայելի, այլ ամբողջ աշխարհի թագավորը։ Քանի որ Իսրայել ժողովուրդը չընդունեց, մենք գիտենք Տիրոջը որպես թագավոր հետագայում, չէ, եւ այդ հրահրումը կրոնավոր խավի կողմից էր, չէ։ Մենք այստեղ եւս կարող ենք տեսնել, որ կրոնը ինքը դեմ է Աստծո փառավորվելուն, դեմ է Քրիստոսի փառքին։ Այն փառքին, որ Քրիստոսը կրում է, այն փառքը, որ մենք կրում ենք Քրիստոսի փառքը եկեղեցին, այդ փառքին դեմ է, ինքը դեմ է, որպեսզի դու գոռաս բարձրաձայն ովսաննա։ Կրոնը քեզ լռեցնում է, կրոնը չի թողնում, որ դու բարձր գոչես ովսաննա։ Տիրոջ հաղթանակի մասին խոսես, Տիրոջ շնորհքի մասին խոսես, Տիրոջ փառքը հռչակես, Տիրոջ փառքը դրսևորես, այն հաղթանակը, որ նվիրել է մեզ Տերը, ոչ թե մեր գործերով այդ հաղթանակը, այլ ինքը փառքը Տիրոջ, ինքը հաղթանակը Տիրոջ, հաղթության է բերում մեզ, ինքը հաղթանակն է հաղթում մեր միջոցով։ Աստծո հաղթանակը, որը ինքը տարավ խաչի վրա, ինքը չէր մտել, որպիսի միայն հռչակվեր թագավոր Երուսաղեմում, ինքը մտել էր, որպիսի խաչվեր, եւ այնտեղ էր, որ պետք է այդ հաղթանակը իրագործեր խաչի վրա։ Այնտեղ էր, որ ամբողջ մարդկության համար մեծ հաղթանակ պետք է իրագործեր Տերը։ Հաղթանակ մահվան վրա, հաղթանակ հիվանդությունների վրա, հաղթանակ մեղքի վրա, ամեն կրոնական դրսևորման վրա, նաև օրենքի շուրջ հաղթանակ տարա, որպեսզի մենք այսօր ազատ լինենք օրենքի լծից, այսօր մենք ազատ լինենք մահվան իշխանությունից եւ մեղքի իշխանությունից։ Այդ հաղթանակը շնորհված է մեզ, այդ փառքը շնորհված է մեզ, ինքը նաև մեզ փառավորել է, ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Տերը, եկեք մի հատ հաղթական փառք բարձրացնենք Տիրոջը։ Մի հատ գովենք իր անունը, որ այս հաղթանակը շնորհել է մեզ խաչի վրա։ Այնտեղ է ինքը հաղթանակ տարել, ինքը գիտակցված մտել էր Երուսաղեմ, որպեսզի այս հաղթանակը տաներ բոլոր մարդկության համար։ Ինքը չէր ուզում, որպեսզի մարդկանց նվաստացներ, ճնշեր, սրով հաղթեր, չնայած դա կարող էր անել։ Ամբողջ իշխանությունը, ամբողջ տիրապետությունը Իրանն է երկրի վրա եւ երկնքում, բայց ինքը գնաց այս ճանապարհով հաղթելու, գնաց այն ճանապարհով հաղթելու, որ նրանք անգամ, որոնք հակառակ էին իրեն, նրանք եւս այս փրկությանը արժանանան, այս հաղթությունը ունենան իրենց կյանքում։ Եվ ոչ թե ստիպված, ոչ թե լծի տակ ընդունեն որպես թագավորի նրան, այլ խոնարհաբար, այլ ընդունեն որպես նրանց փրկողի, նրանց իրական թագավորի ընդունեն։ Սեփական կամքով, սեփական որոշումներով ընդունեն Տիրոջը որպես թագավորի, որպես փրկչի։ Հալելույա։ Ամեն։ Ես ուզում եմ մի փոքր խոսել նաև Տիրոջ խոնարհությունից։ Այն խոնարհությունը, որ ցուցաբերեց, իրականում մենք ոչ միտեղ չենք տեսնի, որ էշի վրա թագավորը կարող է մտնել եւ հռչակվել որպես թագավոր միտեղ։ Բայց Տերը այդ խոնարհությունը ցուցաբերեց եւ ցույց տվեց, որ հենց այսպես էլ է լինում։ Ոչ մեկի հետ չմրցելով, ոչ մեկից առավել իրեն չդասելով,
ինքը հենց որպես թագավոր, որպես խոնարհության մարմնացումը, այսպես ասած, եւ որ նա, որ ինքն ասում էր, որ ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար, այն խոնարհությունը, որ ինքը ցուցաբերեց, դա ուղղակի ինչ որ ձևական բան չէր, որ հաճախ մենք կարող ենք հանդիպել մարդկանց կյանքում ձևական խոնարհություն։ Այդ խոնարհությունը այն էր, որ նա ինքը լսում էր Տիրոջ ձայնը։ Ինքը ենթարկվում էր, ինքը անում էր այնպես, ինչպես որ հայրն էր ասում։ Սա է իրական խոնարհությունը։ Ոչ թե ձևական, այլ իրական լսել Աստծո ձայնը եւ անել այնպես, ինչպես որ հայրն է ասում։ Եվ նա ապրում էր այսպես, այս խոնարհության մեջ, եւ այնքան խորը իրեն խոնարեցրեց, լսելով հորը, հնազանդվելով հորը, ուզում եմ կարդալ այդ տեղը, թե ինչ խորը խոնարհության մեջ ինքը խոնարհվեց, դա գրված է Փիլիպեցիների 2-րդ գլխում, բոլորիս հայտնի տեղ, եւ նաեւ այս տեղը մեզ հորդորում է, որպեսզի մենք ինքներս էլ այս խոնարհությամբ խոնարհվենք, ինչպես որ Տերը խոնարհվեց։ Ասում է թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, խոնարհությունը, որը Հիսուս Քրիստոսի մեջ էր, որ Աստծո բնությունը, էությունը ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդու պես հայտնվելով ինքն իրեն խոնարեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անունը Հիսուսի անվանը ծալվի երկնավորների եւ երկրի տակ եղողների ամեն ծունկ եւ ամեն լեզուն խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է հոր փառքի համար։ Իրականում այն, որ Տերը ինքը մարդ դարձավ, սա արդեն շատ մեծ խոնարհություն է, մենք դա գիտենք։ Արարիչը, որ ստեղծել է ամեն բան, դառնա իր արարչագործությունից մեկը, դա խորը խոնարհության դրսևորում է իրականում։ Եվ Տերը այս խոնարհությունը ցուցաբերեց, իհարկե այս ամենը նրա սիրո արտահայտությունն էր մարդու նկատմամբ։ Իր սերը դրթեց, որպեսզի ինքը այս աստիճանի խոնարհվի մեզ համար եւ ծառայի նման ապրելով, խոնարհվելով այս աստիճան մեր փրկությունը իրագործի։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ նաև ասել, որ մեզ հիշեցնել բոլորիս, որ Տերը իրականում շուտով վերադառնալու է։ Շատ բան ասվեց արդեն, ես որ ասեմ կրկնելու եմ, չեմ ուզում նույն բաները կրկնել։ Ուզում եմ նորից մեզ հիշեցնել բոլորիս Տիրոջ երկրորդ գալստի մասին, որին մենք պետքա բոլորս պատրաստվենք, սիրելիներ։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք ես պատրաստվում ենք այնպես, ինչպես որ վայել է Տիրոջը դիմավորելու։ Նրա երկրորդ գալուստը լինելու է փառավոր, ոչ թե այնպես, ինչպես որ եղավ առաջի գալստին, որ շատ շատերը չճանաչեցին իրեն, այլ այնպես փառքով, այնպես մեծ զորությամբ, որ աչք չի լինելու, որ չկարողանա տեսնել, անգամ մեռելները հարություն են առնելու։ Եվ այդ գալուստը մեծ փառքով է լինելու, մեծ հրեշտակների զորավոր բանակով, բազմությամբ։ Եվ ուզում եմ ասել, որ մենք այսօր այստեղ որպեսզի դիմավորենք իրեն, որպեսզի պատրաստվենք այն մեծ փառքին, որ հայտնվելու է։ Եվ ես վստահ եմ, որ դուք բոլորդ պատրաստվում եք նրան դիմավորելու համար։ Այն պարգևները, որ Աստված տվել է մեզ, տվել է, որպեսզի դրանցով պատրաստվենք, դրանցով ավելի իր փառքը փառավոր անենք այս երկրի վրա։ Ուզում եմ կոչ անել, որպեսզի ամենքս, եթե կա մեր մեջ մարդ, որ ուղղակի մտածում է, որ ժամանակը չի, ուզում եմ ասել քեզ, որ ժամանակն է, որ հիմա արթնանաս։ Ժամանակն է, որ հիմա որոշես ու պատրաստվես Տիրոջ երկրորդ գալստին, որը լինելու է փառավոր կերպով։ Օրհնյալ է Տիրոջ անունը,
Օրհնյալը Տիրոջ հաղթանակը, եկեք այդ հաղթանակի ձայնը ուղակի հիմա բարձրացնենք։ Այն հաղթությունը, որ ինքը շնորհեց մեզանից ամեն մեկին, եկեք այդ հաղթական ձայնով հիմա փառք տանք Տիրոջը, բարձրաձայն, աղաղակելով ու փառք տալով Տիրոջը։ Հալելույա։ Հալելույա, փառավորենք Տիրոջը։ Փառավորենք իր հազոր հաղթական մուտքը մեր մեջ, մեր կյանք, ինքը եկել է մեր կյանք թագավորելու։ Հալելույա։ Եկեք աղոթենք ժողովուրդ ջան։ Ո փառավոր մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք մեր փառավոր Հայր, որ դու այս մեծ հաղթանակը տարար մեզանից ամեն մեկի համար ու շնորհեցիր այս զորավոր հաղթանակը մեզ մահվան, հիվանդության, ամեն տեսակի խավար, իշխանության ու զորության վրա, կրոնի ոգու վրա։ Դու այդ հաղթանակը տարար մեզանից ամեն մեկի համար ու մեզ ազատեցիր, մեզ տվեցիր, շնորհեցիր պարգևներ, շնորհեցիր մի անուն, Աստծո որդու անունը, Քրիստոսի անունը մեզ վրա դրեցիր Աստված մեր, եւ մենք շնորհակալ ենք այս փառավոր հաղթանակի համար, Տեր, որ դու հաղթել ես, քո բոլոր խնդիրների մեջ Աստված քեզ հաղթություն ա տվել, ընդունի այդ հաղթությունը, խաչի վրա տարել ա մի հաղթություն քո հիվանդության նկատմամբ, քո խնդիրների նկատմամբ, մահվան նկատմամբ, կրոնի նկատմամբ, հալելույա Հիսուս, շնորհակալ ենք մեր Աստված, հալելույա, հալելույա Հիսուս, Oh Jesus, hallelujah, Oh Jesus Christ, hallelujah. Սիրելիներս, Տեր Հիսուսը աղանակով մտավ Երուսաղեմ, բայց ինքը երբ որ երկրորդ անգամ գա Աստծո խոսքը ասում է ինքը ձիու վրա նստած է գալու սպիտակ։ Ու ինքը գալու է որ ազգերը դատի, ու ինքը գալու է որ իրաններին առանցնացնի ու տա այն փառավոր հավիտենությունը, որը որ ես ու դու պիտի ունենանք իր մեջ։ Ու այսօր իրականում տոնական ծառայությունը հրաշալի է, երբ որ Աստծո տան մեջ պարգևներ կան, պարգևները իրար հետ գեղեցկացնում են Աստծո տունը։ Աստված երբ որ ծաղիկներ էր ուզում ստեղծել, ինքը մի հատ կակաչ չստեղծեց, ինքը գեղեցիկ տարբեր ծաղիկներ ստեղծեց։ Ու Աստծո տան մեջ ամեն պարգև մի ծաղիկ է, ու մենք իրար հետ երբ որ հավաքվում ենք, ամեն մեկի պարգևը, ամեն մեկի խոսքը, ամեն մեկի ծառայությունը այդ գեղեցիկ ծաղկե փնջից Աստված անուշահոտություն է քաշում։ Ամեն։ Եկեք հիմա իրար հետ փառավորենք մեր Տեր Աստծուն։ Հետո ես կարճ բան ունեմ խոսելու ձեր հետ։ Մի րոպե, երկու րոպե, մի հատ տեղ եմ ուղղակի ուզում կարդամ։ Բայց ուզում եմ նախ մենք փառավորենք մեր Տիրոջը։ Նախ մեր սրտի ուրախությունը տանք իրան։ Ու ասենք Տեր, մենք էլ ենք մեր հանդերձները փռում քո առաջ։ Մեզ, գիտեք, իրականում մեզ պետք է հանել, մեկը խարիզմատի հանդերձ ունի, մեկը բիզնեսմենի հանդերձ ունի, մեկը հələ թամամ իր հոգեկանի հանդերձը չի կարողանում հանի, մեկը ամեն մեկս մի հանդերձ ունենք, մեկը հպարտության հանդերձ ունի,
Մեկը մարդկանց հետ չշփվելու հանդերձ ունի, այն մեկը չափից շատ շփվելու հանդերձ ունի։ Այսօր Տերը հաղթական ձևով գալու է քո կյանքի մեջ։ Քեզ պետք է այդ հանդերձներդ փռես իր առաջ։ Ուղղակի փռի իր առաջ։ Ուղղակի դիր իր առաջ։ Երբ որ Տերը գա, ինքը այսօր քո կյանք է գալու։ 2000 տարի առաջ ինքը հաղթական Երուսաղեմ մտավ։ Այսօր ուզում եմ մտնի ու քո կյանքի մեջ հաղթանակ ունենա։ Քո կյանքի մեջ։ Դու կասես ինչն է ցույց տալու, որ ես բաց եմ իր առաջ, քո փառաբանությունը։ Քո փառաբանությունը։ Եկեք իրար հետ փառաբանենք եղած։ Դու բարի ես քո ողորմությունն ավետյան է 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 Մարդիկ ողջ ատկերից և լեզուներից Սերան տեսերուն և դարերից դարոնում է քեզ Հալելույա, հալելույա, օրնում է քեզ Ինչ մեծ ես դու, օրնում է քեզ Հալելույա, հալելույա Բարի ես քո ողորմությունն ավետյան է Ասա իրար Դու բարի ես քո ողորմությունն ավետյան է Դու բարի ես քո ողորմությունն ավետյան է Դու բարի ես քո ողորմությունն ավետյան է Մարդիկ ողջ ատկերից և լեզուներից Սերան տեսերուն և դարերից դարոնում է քեզ Հալելույա, հալելույա, օրնում է քեզ Ինչ մեծ ես դու, օրնում է քեզ Հալելույա, հալելույա Ջասերից և լեզուներից Սերան տեսերուն և դարերից դարոնում է քեզ ասա Միացիր և ասա օրնում է քեզ Ինչ մեծ ես դու, իմ Տերը մեծ է երկիրան օրնում է քեզ Հալելույա, հալելույա, օրնում
է։ Ամեն։ Տերը հրաշալի է։ Մի զգացողություն ունեմ, ուզում եմ իրար հետ աղոթենք սիրելիներս, աղոթենք ու կավարտենք այսօրվա հավաքույթը, կշփվենք իրար հետ։ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ասում ու մարդիկ իրանց հանդերձներն էին գցում։ Ուզում եմ ուղղակի ասեմ ինչի համար ենք աղոթելու։ Մի զգացողություն ունեմ, որ Տերը հիմա ուզում է գա քո կյանք յուրահատուկ ձևի, մտնի քո կյանքի մեջ յուրահատուկ ձևի։ Ու եթե այնտեղ արծաթի սեղաններ կան, ինքը ուզում է քանդի։ Եթե այնտեղ հիվանդություններ կան, ինքը ուզում է բժշկի։ Եթե մեղքեր կան, ուզում է դրա հարցը լուծի։ Ոնց որ 2000 տարի առաջ։ Դուք ասես, բա ինչ անեմ։ Քեզ մի բան է պետք, քո հանդերձները փռես իր առաջ։ Ասում եմ, մարդիկ իրանց հանդերձները փռում էին այդ ճանապարհի վրա։ Այն ճանապարհը, որով Հիսուսը մտնելու է քո կյանք այսօր, դա այն հանդերձն է, որը որ քեզ խանգարում է, որ Հիսուսը մտնի քո կյանք։ Դրա համար եմ ասում, մեկի մոտ միգուցե հպարտությունն է այդ հանդերձը, մեկի մոտ կրոնական հանդերձներ է, մեկի մոտ ուսմունքային հանդերձներ է, մեկի մոտ վիրավորանքի հանդերձներն է։ Ամեն մեկի մոտ տարբեր հանդերձ է։ Ու Հիսուսը ուզում է այդ հանդերձի վրայով գա քո կյանք։ Հասկան մեկ իմ ասածը։ Փռեք իր առաջ։ Եկեք մենք մի աղոթք անենք ուղղակի ծառայության վերջում։ Մենք մեր մասը, ինքը իրա մասը։ Քո կյանքը մտնելը սա իրա որոշումն է, սա իրա գործն է։ Հանդերձը իր առաջ փռելը, սա քո գործն է։ Ինքը քեզ քո հանդերձը իր առաջ փռել չի տա։ Ինքը քեզ չի ստիպի, սա դու պիտի անես։ Դու էլ պետք չի իրան ստիպես, որ ինքը գա քո կյանք, ինքը կգա։ Ես չեմ խոսում հիմա փրկության մասին։ Ես խոսում եմ թույլատվության մասին, որ ինքը քո կյանքի մեջ գործի։ Այն ոլորտում, որտեղ որ հանդերձ ունես, որ իրան խանգարում է։ Եկեք ուղղակի խոնարհենք մեր գլուխները։ Ամեն մեկը էլ գիտեք, որն է այդ հանդերձը ձեր կյանքում։ Ես էլ իմ հանդերձը գիտեմ։ Ասենք Տեր, մենք փռում ենք քո առաջ այդ հանդերձները։ Արի այդ հանդերձների վրայով մեր կյանք ու գործի մեր կյանքում մեզ ավելի քոպես անելու, ավելի պտղաբեր անելու արքայության մեջ։ Տեր, մենք քո առաջ ենք, ամեն մեկս տեղ առանցին քո առաջ է քո զավակները, Տեր։ Ու մենք ամեն մեկս ունենք հանդերձներ, որ կարիք ունենք քո առաջ փռելու, Տեր, որպեսզի այդ հանդերձները քո համար պատրաստեն ճանապարհ մեր կյանք մտնելու, Տեր Հիսուս։ Ու ինչպես 2000 տարի առաջ դու մտար Երուսաղեմ ու հաղթեցիր, Տեր, այդպես էլ այսօր մենք կարիք ունենք, Տեր, քո զորավոր ներգործությանը մեր կյանքի մեջ։ Ու ասում ենք, որ այդ ճանապարհը այն հանդերձներն են, որոնք որ քեզ փառք չեն բերում։ Ու մենք փռում ենք այդ հանդերձները քո առաջ, Տեր, ու ասում ենք, արի մեր կյանք, փոխի մեր կյանքը, լցրու մեր կյանքը, մեզ քո պես արա, մեզ արքայության մեջ, Տեր Հիսուս, ավելի պտղաբեր արա։ Ու թող փառավորվի քո անունը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկից սիրելիներս, օրհնված եղեք, զորավոր եղեք։ Մի հատ շատ կարևոր պահ է եկել, ոչ ոք չի կարա գնա։ Այսօր մեր շատ սիրելի վարազդատ եղբոր ծննդյան օրն է։ Եկեք մի հատ ծափահարենք առաջինը Աստծուն, որ ինքը մեզ տվեց, եւ երկրորդը իր համար, որ ինքը մեր շատ սիրելին է։ Եկավ տորթը։ Մեծանում ենք, ժողովուրդ, 44։
Հեսու 1:7-ը իմ կյանքի խոսքն է։ Խոսքա, որ Աստված փոխանցել է իմ կյանքին, որը որ սկսում է ոչ մի մարդ քո կյանքի բոլոր օրերի մեջ չի կարա քեզ դեմ կենա, ինչպես քո հետ է, ինչպես Մովսեսի հետ է, այդպես էլ քո հետ եմ լինելու։ Դրա համար ոմանք ուզում են դեմ կանգնեն, անիմաստ գործեր են անում, չեն կարա։ Ու հետո քո Տեր Աստվածը քեզ հետ է ուրել որ գնաս։ Ամեն։ Մենք ամբողջ թիմով ուզում ենք ասել, որ շատ սիրում ենք, շատ գնահատում ենք մեր եկեղեցու հովին։ Եվս մեկ անգամ եկեք ծափահարենք ու կխնդրեմ, որ եղբայրները գան, մի հատ աղոթենք իր համար ու օրհնենք իրան։ Տեսել եք, չէ՞ ինչ տարիք է, 4 անգամ 4։ Դորջարա։ Աստված իր կյանքում 4 անգամ 4 սիստեմա միացնում։ Այսումն էր։ Բայց միլեն քոր Միլեն քորը չի գալի։ Չէ, օրհնում ենք ձեզ ուղղակի։ Օրհնվելու ես, ոչ թե օրհն։ Ուրախ ենք, չէ, իրանց համար ժողովուրդ։ Ուզում եմ այս ուրախ սրտով անկեղծ խնդրենք Տիրոջը, որ իրանց կյանքի մեջ փառավոր կերպով երևա, փառավոր կերպով դրսևորվի ու այն որ իրոք Տիրոջ փառքը տեսնեն եւ իրանք եւ մենք բոլորս միասին։ Ամեն։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, մեր Հայր, մեր Աստված։ Շնորհակալ ենք, անկեղծ գոհություն ենք բարձրացնում, մեր Տեր։ Գիտենք, որ դու հոգատար Հայր ես, գիտենք, որ դու սիրող Հայր ես, եւ այս ամենը սա քո հոգատարության, քո սիրո արդյունքն է, որ այս մարդկանցով, այս հրաշալի մարդկանցով, քո զավակներով Տեր շրջապատված ենք եւ ունենք սենց հովիվ եւ ունենք սենց հրաշալի հովի ընտանիք, Տեր այս ամենը դու ես հոգացել, այս ամենը քո ձեռքի գործն է եւ դրա համար մենք գոհություն ենք հայտնում նախ քեզ Տեր։ Քո ամեն բարի գործերի համար, քո ամեն օրհնությունների համար, քո ամեն սիրո դրսևորումների համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հովվի համար քեզ, Վարո աղբոր համար։ Շնորհակալություն ենք հայտնում իր ընտանիքի համար Տեր։ Փառք քեզ Տեր իրանց համար։ Եվ մեր աղոթքն ու խնդրանքն է, որ օրհնես իրանց կյանքը, իրանց ընթացքը, իրանց ոնց որ Դավիթն էր ասում, իրանց նստելն ու վեր կենալը, իրանց մտնելն ու դուրս գալը, ամեն տեղ ուր որ կգնան քո անունով Տեր, թող իրանցը լինի։ Ուր որ կմեկնեն իրանց ձեռքը Տեր քո անունով, թող դա իրանցը լինի։ Թող հաջողվի Հիսուսի անունով, ինչ որ կձեռնարկեն, ուր որ կգնան։ Տեր, մենք միաբան խոսք ենք խոսում, հռչակում ենք իրանց կյանքի մեջ, այս հաջողությունը, այս զորությունը քո արքայության համար իրանց կյանքի մեջ թող երևա։ Թող քո փառքը տեսնեն, քո զորությունը տեսնեն եւ քո իմաստությունով լցված քայլեն են ճանապարհով, որով դու որոշել ես Տեր։ Հայր, մենք Հիսուսի անունով խնդրեցինք։ Օրհնում ենք միաբան, լցնում ենք, զորացնում ենք Տեր քո անունով։ Թող միշտ լինեն քո սիրով, քո փառքով, քո զորությունով լցված եւ զորացած։ Հիսուսի անունով ամեն։ Հալելույա։